Բարի լույս սիրելիներ։ Այսօր սկսվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի գյուտ նշխարած տոնի շաբաթապահքը։ Այսինքն մենք այս շաբաթ բոլորս միասին պատրաստվում ենք գյուտ նշխարած տոնին։ Եվ այսօրվա ընթերցումը Նավումի մարգարեության հենց առաջին գլխից է։ Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, որոնք սպասում են իրեն նեղության օրը, եւ ճանաչում է իրենից երկյուղածներին, բայց վրա հասնող հեղեղով վերջ կտա ընդդեմ ելածներին եւ խավարը կհալածի նրա թշնամիներին։ Ինչ եք խորում Տիրոջ դեմ, ավարտն ինքն է անելու եւ երկու անգամ նույն վրեժը չի լուծի նեղության ժամանակ։ Սիրելիներ, բարեհաճ է Տերը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նեղության մեջ են եւ ովքեր իրենց հույսը դնում են Տիրոջ վրա։ Ահա այսօրվա մեր խորհուրդը։ Մեր այս օրերին, երբ ամեն բան խառնվել է, թվում է թե սկսվել է նեղությունների մի շրջան, նոր փորձությունների մի շրջան, կարելի ասել նաև հալածանքների, այս ամենի մեջ չափազանց կարևոր է Տիրոջ խոսքի ներկայությունը մեր կյանքում։ Եվ այսօր, որպես քրիստոնյաներ, որպես հայ առաքելական եկեղեցու զավակներ, մեզ առաջնորդում է Նավումի մարգարեության այս տողը, որ բարեհաճ է Տերը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նեղության մեջ են եւ իրենց հույսը դնում են Տիրոջ վրա, չէ որ Տերը ինքն է իր վրեժը լուծելու, ինչպես ասում է մարգարեն։ Այսօր էլ մենք յուրաքանչյուր մեկս, որպես նեղության մեջ գտնվող քրիստոնյաներ, հասկանում ենք, որ մենք Տիրոջ հետ ենք, մենք առանց Տիրոջ չենք, եւ լավ է, որ մեր միտքը արթուն մնա Տիրոջով եւ կարողանանք հասկանալ, որ յուրաքանչյուր նեղություն, եթե կա մեր կյանքի մեջ, մեր երկյուղը Տիրոջ նկատմամբ մեզ օգնում է, որպեսզի Տերն ինքը ավարտին հասցնի այն, ինչը իրեն է վերաբերում։ Ուրեմն այսօրվա խորհրդի մեջ հիմնական հետևյալ կետն է. Ձեր հույսը կապեք Տիրոջ հետ։ Երբեք չընկճվեք, երբեք չմոլորվեք եւ երբեք չմտածեք, որ այլևս ճանապարհ չկա, չէ որ Տերն ինքն է ճանապարհները հարթողը եւ մեր ճանապարհն էլ Տիրոջով է լինելու։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։